քաղաք, ինչպես եւ յուրաքանչյուր մարդ, ունի իր դեմքը, բնավորությունը։ Ինչպիսին է Երևանը։ Ուրեմն, քանի ավտոն լվացվում է, արդեն, այսօր ասեմ ինչի մասին եմ ուզում խոսամ, միշտ հարց է առաջանում, որ պետք է UX դիզայներները անպայման user-ին լսեն, user-ին պաշտպանեն, բայց պրակտիկայում միշտ չի որ էլի տենց է։ Ու դա կարող է մի քիչ խորտ թվա, որովհետև մենք միշտ սովորում ենք, որ user-ի պաշտպանը մենք ենք, պետք է user-ներին միշտ պաշտպանենք, ու դա ինչ-որ չափով իհարկե ճիշտ է։ Ու իրավիճակներ է լինում, որ խանգարում է իրականում user-ներին մինչև վերջ լսելը, ինչ իրավիճակներ է լինում, օրինակ, user-ները երբեմն ինտերվյուի ժամանակ, երբ որ դու հարցնում ես խնդիրներից, այսինքն discovery-ի ժամանակ, երբ որ դեռ պետք է հասկանաս խնդիրը եւ ձևակերպես խնդիրը, user-ները միանգամից լուծումներ են առաջարկում ու իհարկե ինձ թվում է բոլորս էլ գիտակցում ենք, որ միշտ չի որ այդ լուծումները ամենաճիշտ, ամենաօպտիմալ լուծումներն է լինում, պարզ պատճառով, որ մենք գնում ենք, հետո երկար ժամանակ ուսումնասիրում ենք նախ խնդիրը, մինչև վերջ, հետո լուծումներ ենք փորձարկում եւ այլն եւ այլն։ Իսկ user-ը միանգամից տեղում խնդիրը ասելուց միանգամից լուծումն էլ է իր ասում ու տենց գնում է։ Դրանից բացի բոլորս էլ աշխատում ենք կամ աշխատելու ենք մի օր բիզնեսում ու բիզնեսը ունի իր առաջնահերթությունները ու մեր մասնագիտության մեջ շատ կարևոր է նաեւ բիզնեսին սպասարկել եւ բիզնեսի առաջադրանքներն էլ կատարել, որովհետեւ ի վերջո բոլորս ստանում ենք աշխատավարձ, որը գալիս է բիզնեսից ու բիզնեսի հաջողությունը ուղիղ կապված է մեր աշխատանքի եւ մեր ավելի լավ պրոդուկտներ սարքելու հետ։ Դա երբեմն կարա նշանակի, որ պետք է ունենանք update-ներ պրոդուկտում կամ սարքենք նոր պրոդուկտներ կամ անենք redesign-ներ, որոնք ունեն բիզնես նպատակներ։ Ու տենց տարբեր դեպքեր կարա լինի, որտեղ user-ը բողոքի ցանկացած նոր բանից, որովհետև ինքը սովոր է, որ ինքը աշխատում է սենց։ Իսկ երբ որ դու այդ դեպքում ցանկացած նոր բան անես, իր մոտ դիսկոմֆորտ է առաջանալու թեկուզ սկզբում։ Ու դա երբեմն շատ նորմալ է եւ շատ օքեյ է։ Օքեյ է, որ երբեմն տենց իրավիճակներում մենք հանդուրժենք user-ի թեկուզ ժամանակավոր դժգոհությունը եւ dissatisfaction-ը sense ասած, բայց բիզնեսի գոլին հասնենք։ Ու առանձնահատկությունը սրանում է product designer-ի, որը առանձին թեմա է, որտեղ մի օր կխոսանք ինչով է տարբերվում product designer-ը UX UI designer-ից։ Եվ sense վիճակներ է լինում, որտեղ ակնհայտ դու user-ի պահանջը ինչ-որ չափով դնում ես մի կողմ։ Աստիճաններից շուն չսկտրեց, ամեն դեպքում այսօրվա թեման սա էր, իսկ ես պետք է արդեն գնամ կոֆե խմելու։